Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան այս անգամ ուզում է ավելի ուշադիր լինեն բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր որ միշտ ինձանից ակնկալում են հետաքրքիր թողարկումներ, առավել վես ովքեր որ լինում են սպորտ աշխարհի ներկայացուցիչները։ Հատուկ ձեզ համար այս թողարկումը, բայց նրանց մասին րոպե նրանց, որովհետև այս պայն մեծագույնսերով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Վեր կաց կանգնիր հայ, գործն է մեր արդար, ամեն մեկիս կարիքը ունի երկիրը, ոտքի ելիր հայ, զինվոր շինարար, ուսուսի տանկասկովի կերտենք ապագան, մեր մտքում, մեր սրտում միշտ Հայաստան, աշխարհի հայերով միասնական, Գյումրեցի, Սիրիա հայ, կարևորը հայ ես այ, Ջավախեցի, Պարսկա հայ, կարևորը հայ ես այ, Արցախցի, Բեյրութա հայ, կարևորը հայ ես այ, Հայաստանցի, Սփյուռքա հայ, կարևորը հայ ենք հայ։ Սուր միտքը հայի, ձեռքերը ոսկի, թե դառնանք մի բռունցքով պիտի հաղթի, մեջքը տուղիր հայ, բանվոր գործարար, շենացնենք երկիրը մեր, թող տեսնի աշխարհ, մեր մտքում, մեր սրտում միշտ Հայաստան, աշխարհի հայերով միասնական, Լորեցի, Պոլսա հայ, կարևորը հայ ես հայ, Երևանցի, Ֆրանսա հայ, կարևորը հայ ես հայ, Սյունեցի, Համշենա հայ, կարևորը հայ ես հայ, Հայաստանցի, Սփյուռքա հայ, կարևորը հայ ենք հայ։ Աշխարհի հայերով միասնական, Գյումրեցի, Սիրիա հայ, կարևորը հայ ես հայ, Ջավախեցի, Պարսկա հայ, կարևորը հայ ես հայ, Արցախցի, Բեյրութա հայ, կարևորը հայ ես հայ, Հայաստանցի, Սփյուռքա հայ, կարևորը հայ ենք հայ, Լորեցի, Պոլսա հայ, կարևորը հայ ես հայ, Երևանցի, Ֆրանսա հայ, կարևորը հայ ես հայ, Սյունեցի, Համշենա հայ, կարևորը հայ ես հայ, Հայաստանցի, Սփյուռքա հայ, կարևորը հայ ենք հայ։ Դե ինչ հարգանքներս բոլոր այն հեռուստադիտողներն, ովքեր որ անդավաճան հետևում են Ձինայդ նախագծին եւ հատուկ ձեզ համար տեսանյութ, որտեղ ամենաշատը լինում են հաղթանակները, ուժեղը ու իմ ամենասիրած պահերը, էլի մի խոսքով դուք հասկացաք, սպորտն է գերակշռում, իսկ թե ովքեր են լինելու ինձ մոտ տաղավարում կիմանաք րոպեներ անց։
Դե ինչ դուք կարող եք ավելի մոտ նստել հարգարժան հեռուստադիտողներ, ձայնը բարձրացնել, որովհետև ես րոպե չկորցնելով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեծագույն սիրով հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ լավագույն ընկերոջը Անդրանիկ Գրիգորյան, իսկ նրան ուղեկցում են այս անգամ միջազգային սպորտի վարպետ, Եվրոպայի եւ Երակի աշխարհի չեմպիոն Քեհյան Վաղարշակը եւ իհարկե միջազգային սպորտի վարպետ, Եվրոպայի աշխարհի եւ Հայաստանի 6-ակի բացարձակ չեմպիոն Արգիշտի Հակոբյանը, բարի օր, բարի գալուս ձեզ։ Ես ձեզ սպասում էի դեռ մի քանի շաբաթ առաջ, բայց ինչպես ասում են, ինչքան էլ Հակոբովնային հարմարվի, չհարմարվի, պետք է մենք հարմարվենք այն տղաների հետ, ովքեր որ 24 ժամ ոնց հասկաց արդեն ոչ 12 պարապում եք Անդր ջան։ Ոնց է վիճակը Լվինե Սերց ակադեմիայում, ես հասկացա դուք լավ տեղավորվել եք։ Հարմար։ Շատ լավ, հա։ Ու սկսել ենք լավ մարզումները, ու պատրաստվում ենք։ Այս տարի անցկացնենք, մյուս տարվանից արդեն պատրաստվում ենք մրցաշարերի։ Հա։ Մի խոսքով ամեն ինչ հունի մեջ է, պարամունքները։ Իսկ տեխնիկապես ինքը հագեցած է, դուք գոհ եք։ Մարզը դալիճից է շատ, այն որ ամեն ինչ իդեալական է, ասենց ասած։ Սաղ պայմանները ամեն ինչ կա ու մարզումները մնում է մեզանից, մենք էլ ամեն օր օրը երկու անգամ պարապում ենք։ Մի հարցել հետո տղաների հետ շփվեմ։ Երբ որ Արմենը Գուլյանի եւ Էդուարդից մոտ տղաները տաղավարում էին, ասեցին, որ դինակ մենք քեզ հետ համաձայն ենք։ Երևի թե արդեն տարածքը մեծանա, որովհետեւ ոնց հասկացանք տղաները շատ են, բայց ըստ ժամերի փորձում ենք խմբեր այնպես դասավորենք, որ նաեւ մեկը մյուսին չխանգարի։ Իսկ մատաղ սերնդին հասցնում եք դաստիարակել այդտեղ։ Հա, հասցնում եմ։ Ստացվում է ու ժամերը Արմենը ճիշտ է դասավորել, հա։ Հենց է դասավորել, շատ լավ գրաֆիկ է, որը որ համ կարող ենք մեծերին պարապենք, համ էլ փոքրերին, որովհետև մեծերից հետո փոքրերն են գալի, իսկ հիմա շատ լավ փոքրեր ունենք, որը որ արդեն երևում է իրանց ապագան, էլի, ճիշտ է փոքր են, բայց երևում է ապագան, որ փոխարինելու են մեր չեմպիոններին, էլի։ Հյանալի, ես խնդրում տղաների մասին ինքդ պատմես, հետո ես իմ հարցու պատասխանը կստանամ։ Տղաները Քեհյան Վաղարշակն է, 3 անգամ Եվրոպայի չեմպիոն է դառել, որից երրորդը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Իդեպ բոքսի մասին ենք խոսում, չէ՞։ Հա։ Որտեվ չեմ շեշտել, ինձ թվաց կիսատ եմ թողել մի բան։ Եվ Վաղարշակը այն մարզիկներից մեկն է, որը որ իր համար կապ չունի ժամանակը, առավոտ, իրիկուն, ծնունդ, հարսանիք, կնունք, sense բաներ իր համար բացարձակ կապ չունի։ Ինքը իր պարամունքները նվիրալ է։ Հա, ամենա ու դրա արդյունքում հիմա ունենք այն, որ ունենք 3 անգամ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, արդեն մտել ենք մեծահասակների մեջ, պատրաստվում ենք։ Մեծահասակները որ տարիքից է սկսում։ 18+։ 18+, լավ, հետո։ Պատրաստվում ենք, որը որ էլի ապացուցելու հենց ամենաառաջինը, առաջի տարին, ամենակարևորը, առաջի տարին ենք ելնելու մեծահասակների մեջ, ապացուցելու ու ցույց տալու բոլորին լիքը բաներ ունենք ու առաջ Աստված հուսով եմ, որ սաղ մեր քրտնաջան պարամունքները, մեր ակնկալիքները սաղ ելնելու է։ Լավ, հաջորդ մեր մարզիկը։ Հաջորդը մեր Արգիշտի Հակոբյանն է, Արգիշտին 6 անգամ դառել է Հայաստանի չեմպիոն անընդմեջ։ Լավ։ Որից հետո Եվրոպայի չեմպիոն, էլի վերջերս ու աշխարհի չեմպիոն է դառել։ Ու Արգիշտի այն մարզիկներից է, որ ինքը կարող է շուտ, այսինքն շուտ կողմորոշվի, շատ ուժեղ մարզիկների է այնպես մարզիկների է ինքը գրել, որ ասենք հիմա նայում են այդ մարզիկներին ու պատկերը Արգիշտին, ասում են, այս ոնց է ստացվում, sense, բայց իր մեջի այն կամքի ուժը, իր այդ բնավորությունը, այնպես բնավորություն է, որ ինքը եթե մտավրինք, ամեն ինչ անցնում է ու այն
հայի են ոգին, որ կան, որ տաղավարի կռվելու, այդի դնում է ամեն ինչը մեջ, այն տաղավարին նենց է կռվեն, որ սա սենց խառնվում են իրար էլի։ Անդամենակարևորը որ դու խոսում ես, քո աչքերը փայլում են, դու գոհ ես տղերքից։ Հա, շատ գոհ եմ, որը որ տղերքը, որ մեր պարամունքները, որը որ առավոտ իրիկուն պարապում ենք, ձուն կլնի, անձրև կլնի, թե չգիտեմ ինչ կլնի, որ էդի չին գնեմ ջուրը։ Ու որ գնում ենք ռինգ, մտնում ենք ռինգ կռվելու, այդ կռվելուց ոչ թե դու քեզի այսինքն վախենում ես, այլ վստահ ես քեզի, ավելի լավ ես զգում, որովհետև վստահ ես տղերքի վրա, որ տղերքը մինչև վերջի շունչը կռվելու են։ Այդ էլ ինձ մեծ ուժ է տալի, որ նորից ավելի շատ պարապենք, ավելի ուժեղ անենք։ Մենք կարող ենք ասել, որ տղաները նաև Լվինե Սերցա ակադեմիայի մարզիկներ են։ Հա, իհարկե, կարող ենք։ Որովհետև ես ստորիներով ինչ որ չափով նկատել եմ եւ տեսել եմ։ Ճիշտ է, մենք մարզվում ենք համ մեր քաղաքում, Համլետ Պատուրյանի մարզադպրոցում, որը որ մենք այնտեղ ենք սկսել։ Բայց հիմա էլ արդեն պարապում ենք էլի նորից մեր նորաբաց մարզադահլիճը, Լվինե Սերցը, որը որ մեզի բացի պայմաններից, մեզի շատ մեծ լավ առաջարկներ է, շատ լավ վերաբերմունք է ու ամեն ինչ, որի համար էլի շատ շնորհակալ ենք համ Գուլյանին, համ պարոն Կարապետյանին, որը տենց Սարգիս Կարապետյանին, որը որ մեր հետ գալիս է մարզումը, մեզի հետի ավելի լուրջ։ Հա, հասկացա։ մի քանի օր առաջ մեր հետ մարզվում էր։ Մի խոսքով, այտենց որոշեք լավ տարին փակեք։ Հա։ Շատ լավ։ Իսկ հիմա տղաները գտնվում են այն ստրոգի ռեժիմի տակ, թե նորմալ պարապմունքներն է գնում։ Չէ, ազատ է, ռեժիմը այտենց ազատ է, ուղղակի պարամունքները ամեն օր է մեր։ Շատ լավ, որովհետև ես միշտ սիրում եմ եթերում ասել, այդ ռեժիմը չեմ սիրում, էլ այն որ հատուկ սննդակարգ 12 ժամ պարապել ու աղջիկների հետ չշփվել։ Այդ թեման չկա, չէ՞։ Չէ, դա մենակ մրցումներից առաջ հիմա։ Շատ լավ, ամենամեծ խանգարող թեման մարզիկների համար կանանց հետ շփվելն է։ Շատ լավ, ես ուզում տղերքի հետ շփվել եւ ինձ համար հետաքրքիր է։ Ես երկուսիդ նայելով, ինչ որ չափով նաև արդեն սպորտի մեջ մտնելով, տենց ծանր քաշային չեն, չէ՞ տղերքը։ Չէ, 54 ու 67։ Իսկ այդ քաշայինը տարիքայինի հետ է մեծանում։ Թե պետքա պահպանվի, օրինակ ձեզ մոտ ոնց է, ձեզ հարմար է։ Տարիքի հետ вообще կախված չի, կարաս մի քանի տարի նույն քաշով ոնց որ։ Հա։ Ես մեկու մեջ նկատել եմ, որ մանավանդ դրսի, հա։ Ավելի շատ օրգանիզմից էլի մարդու։ Այդ ճիշտ ամենադա էր, որովհետև նկատել եմ կամ կարող ասում քաշը ճիշտ է, բայց շատ հասակով բարձր է։ Ես չեմ սիրում, երբ որ բացի այն որ քաշը տատանվում է, բոյովել է լինում մեր մարզիկներից։ Չնայած ոնց լինում է սատկացնում են, այդ չի խնդիրը, բայց լինում է դրսի մարզիկները բավականին հասակով բարձր են։ Մերոնք մեր տղավարի վիճակով է գնում։ Շատ լավ, ես ուզում շփվել նաև տղաների հետ, ինձ հետաքրքիր է։ Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուր ունի ֆավորիտ մարզիկ։ Այսինքն որ դուք նրանք հետևում եք կամ ինչ-որ չափով սիրում եք նրա տեխնիկան, ինձ կկիսվեք կամ հեռուստադիտողներդ ովքեր են ձեր ֆավորիտ մարզիկները։ Ну, мне очень нравится стиль Канело. Это профессиональный боксер из Мексики. Мексикаец, лав. И у нас, можно сказать, похожий стиль. И вот я пытаюсь копировать, там подглядываю за ним, смотрю, наблюдаю за его боями. И вот так на тренировках отрабатываю. Իսկ ինչու է մեր տղեն ռուսերեն խոսում, որտեղից ես։ Я родился в Армении, в Эчмиадзе, и потом переехал в Сочи, там 15 лет там жил. Այդ Լիվինայի սերցում ոնց որ թե արդեն ադատ է։ Բոլոր մեր տղաները ռուսախոս, ես վստահ եմ մյուս տարի ժամանակից մոտ տաղավարում ինչ որ չափով հայերեն կբացվի, չէ՞։ Ասա էլի ուս տուրգոն եմ ես։ Շատ լավ, իսկ ինչ կասին Արգիշտին ունես ֆավորիտ մարզիկ։ Դե ընդհանրապես ավոն չի ամեն սպորտսմենից թվում է ունի մատ ֆավորիտ ինքը։ Հիմա մարդ այնց Վասիլի Լամաչենկոն ա, որ ես միշտ իր ամենամարտերն այնց դուր եկել, ճիշտ ասած։ Ես էլ եմ ծախլիկ, ու ինքն էլ է ծախլիկ, ավելի շատ այդ է այնց ինձ դուր եկել։ Ահա, ու դրում ուսին չի մտածել աչլիկ եւ ծախլիկ։ Փոքսի մեջ էլ կա։ Էդ էլ Հա, մեծ առավելություն կա դրա։ Իսկ ծախլիկն լինելա լավ թե աչլիկը տարբերությունը ո՞րն է։ դե քանի կապ չունի, կախված է սպորտսմենից։ Ով ուժ եղավ նայ կարելու է պայլուբոմը։
Հասկացա, որովհետև ես շատ եմ լսել կողքից, երբ որ ֆանատները ինչ որ չափով որ արձագանքում են, սունում են, բարձում ասում են մի հատ ձախից ու տակից։ Ես հասկացել եմ, ուրեմն ձախիցը բավականին թեմայի մեջ է, ուրեմն, որտեղ աչլիկները շատ կարող լինեն, չէ՞։ Չէ, ձախից էդի արդեն ուրիշ բան է, դա հարվածի մասին է։ Այս ձախլիկն ու աշլիկը, աշլիկի համար ձախլիկը մի քիչ մի փոքր տենց անհարմար զույգ է, էլի տենց։ Այնքան օրինակ չի դիմացին անդադ աչով կարող է հարված, ինքը ձախից մի հատ տալիս է ու վերջ։ Դե նրա ուժեղ ձեռնել ձախն է, էլի։ Շատ լավ։ Իսկ ո՞նց ենք պատրաստվում տարին փակենք։ Ինչ որ հատուկ թեմա կա, թե նորմալ մեր հունով գնում է, ո՞նց է լինելու ան։ Չէ, մեր մարզումները նորմալ գնալու ենք։ Արձակուրդ ունեք գոնե։ Չէ, մի օր։ Մի օր ո՞րն է դեկտեմբերի 31-ը։ 31-ին կպարապենք այտենց թեթև, մեկին կհանգստանանք նոր տարին կնշենք, երկուսից կսկսենք էլի։ Նոր չես։ Լավնա, երեխեքի ամենապատահածն են պաստորեն։ Որովհետև այտենց ա եղել։ Այտենց ա եղել անցած տարի։ Դրա համար այս տարի ունեցանք համ Հայաստանի չեմպիոն դառանք, համ էլ դառանք Եվրոպայի չեմպիոն։ Այսինքն նոր տարվա օրեր որ ուտել խմելու չգնացին, տղերքը հաղթեցի։ Չէ, բետի չէ, պարապմունքները չբացակայեցին։ Չէ, այսինքն կերանք խմանք, բայց համ էլ պարապեցինք։ Շատ լավ։ Մի հարց էլի, ես հասկացել եմ, որ վերջի ժամանակատվածում տղերքի կողքը նաև լինում են շատ գեղեցիկ սերի ներկայացուցիչներ, այսինքն մարզիկները հենց աղջիկներ դուք ունեք։ Մարզիկ։ Բոքսեր աղջիկներ։ Հա, ունենք, մեր ուժեղները կան։ Առանձնացող, հա։ Ուզում եմ ասել, եթե աղջիկները լինեն, ես նրանց կուզեմ նրանց հետ շփվել։ Նրանց հոգեբանությունն է հենց հետաքրքիր է։ Լվինայում ունենք արդեն 2 աղջիկ, որը որ երևում է, որ իրանք հաստատ կդառնան։ Հա, հաստատ։ 21-րդ դարի հարցներն են, էլի։ Հարգարժան կիսուրներ։ Ու ասեմ ավելի, 2 քուր են, մեծ ու փոքր են, հա, 2 քուր են։ Տնից 2 քուր, հո։ Ու երկուսի մեջ էլ պոտենցիալը կա։ Հա, շատ լավ են։ Շատ լավ։ Եվ ծրագրի ավարտին ինձ հետաքրքիր է։ Ես գիտեմ, որ այս հարցը գրեթե բոլոր մարզիկներին եմ տալիս եւ յուրաքանչյուրին ձեռնտու է, որ իրենց հետ ռինգում լինի վարկանիշով բարձր մարզիկ, որ միշտ Դավիթն ասում Խաչատրյանից, ինձ ուղղակի տենց բոյ պետք չի, ժամանակի վատնումը անիմաստ է, ինձ պետք է վարկանիշով բարձր մարզիկ։ Մեր տղերքն էլ են այդ թեմայի մասին մտածում։ Ես վստահ եմ, հենց որ ասում են ում հետ պետք է մենամարտեն կամ ռինգում լինեն, միանգամից սկսում ենք հետաքրքրվել, չէ՞, ասենք քանի հաղթանակ ունի, քանի պարտություն, տենց թեմա կա։ Այդ շատ լավ հարց էր, ինչ ճիշտ է։ Հիմա այդ հարցին ասեմ, օրինակ հենց կոնկրետ մեզ ու տղերքին այդ բացարձակ չի հետաքրքրում։ Լուրջ։ Հա, вообще։ Ու մեզի ավելի հետաքրքիր է այնի, որ հենց բարձր լինեն ու վառ ապացույցը այնա, որ այս Եվրոպայի առաջնությանը, թե վաղոն, թե արգիշտը հաղթեցին անենց տղերքի, որոնք որ ելել էին մեկը Ռուսիայի 4 անգամ չեմպիոն։ Լուրջ վարկանիշ են ունեցել փաստորեն։ Ու եղել էր Եվրոպայի չեմպիոն, մեկը աշխարհի գավաթի չեմպիոն, երկուսի զույգերն էլ, այսինքն սապերնիկներն են, երկուսն են այտենց ուժեղ տղերք են ելել։ Բայց տղերքը вообще, ասենք այնց չեն մտածել ընդհանրապես իրանց դիմացինը էսա, ասենց էս չեմպիոնա, այն չեմպիոնա։ Իրանք ռինգ մտել են այն նպատակով, որ մենակ որ ջարդեն, կրեն ու տենց։ Ու հենց այտենց էլ եղել է։ Մտել են ռինգ ոչ թե հաղթել են, այլ ջարդել են, ջարդելով են հաղթել։ Ու էդի մեզի ընդհանրապես, մեզի ավելի լավ է մեր հետ ուժեղ մարզիկ լինի, ուժեղ սպայծ լինի, ուժեղ հետ կապնենք, հաստե այն թույլ նավիճոկ չգիտեմ։ Դե դա ժամանակի անիմաստ վատնում է, որովհետև ես շատ եմ լսում, ասում են, օրինակ Արմենն ասաց, «Ձին քեզ մոտ վստահ կարող ենք ասել, այն տղաներն են գալու, որոնք վարկանիշով շատ բարձր են»։ Իրանք նենց վարկանիշով մարզիկների են սատկացրել։ Հենց այդպես, որ նրանց վարկանիշը կրկնակի բարձրացել է։ Դա ի դեպ սպորտային տիտուլների մասն է խոսքս նաև, եւ իհարկե, եթե ասում են վարկանիշով բարձր մարզիկ, դա նշանակում է իսկապես արդեն բացարձակ չեմպիոններ, ինչի համար նախ շնորհակալ եմ քեզ, Անջան։ Շնորհակալ եմ արձագանքելու համար։ Ես որպես ընկեր պահանջում եմ, որ դու ինքդ
արձագանք ես, չեմպիոնները ինձ մոտ վստահ եմ այս երկուսով չեն սահմանափակվի։ Դու նորից ինձ մոտ աղավար կբերես, ես ուզում եմ հանրությունն էլ նաև, քանի որ մեզ շրջապատում նաև մեր հեռուստաընկերությունը դիտում է Հայաստանի Հանրապետությունը, թող մարզերում էլ ճանաչեն այն տղաներին, ովքեր որ գալիս են, ու ես չեմ վախենա, կարող եմ ասել հենց այս տղերքն է գալիս են, որ մեր Արցախը հետ բերեն, կներեք։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ հաղթանակների համար, շնորհակալ եմ ձեզ, որ նվիրել եք, եւ վստահ եմ, որ կգա մի օր ինձ կհրավիրեք, չնայած չեմ սիրում ձեր մարտերը նայել, ես վախում եմ այդ անկեղծ, ես կուզեմ ձեզ երկուսիդ էլ տեսնել ռինգում, ինչու ոչ Կարամ հստակ ասեմ առանց վախենալու վերաշապիկներ կհագնեմ նրանց դեմքով եւ ֆանատորեն մենք ձեզ արդեն կրավիրենք մեր մենամարտերի հաղթանակը նշելուց վերջացավ ուտել խմելու էլի ոնց որ ուտել խմելու դուք հասկացաք որտեղից պետք է նորմալ տղա հազիվ ճիշտ արձագանքեց շնորհակալ եմ ձեզ բարևներս բոլոր ընկերներիս իսկ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին ովքեր Ակոպովնից միշտ ակնկալում են հետաքրքիր թողարկումներ եւ իհարկե հասկացաք ոչ միայն չեմպիոններ այլ նվիրյալներն ինձ մոտ տաղավարում Միջև հիմա ձեզ հետ լավագույններն են եւ իհարկե ձեր Ձինե Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարին ձեզ։ Հայություն, հատուկ հենց հայության համար։ Դու կյանքիս արևի շողնես ջերմացրու իմ հոգի Շնորհակալ եմ սերին, որ եկար Դու սիրահար սրտիս թողնես թող լինեմ քո կողքին Որ վայելենք սերը մեր երկար Դու ես կյանքս ամենաթանկս ու միակս Դու ես կրակս սրտիս առավել Դու ես կյանքս ամենաթանկս ու միակս Սիրով հոգիս է երգում քո հոգու հետ Վերևեն քարնեմ է այրոպլանը Գադեք ժան գադեք փախեք հեռում բելորդը Քեզ տեսել թպրդում է սրտիս կլապանը Քո ֆասոնը իմ ֆասոնին վայ շատ է բռնում Տեղի աշկ ու ժուժիտ դարձի սրտիս պասաժիտ Չկա քո նման աղջիկ դառնամ քո կյանքի լոջիկ Թե դառնաս դու իմ բալան կեղնիմ քե այրոպլան Թե դառնաս դու իմ բալան կեղնիմ քե այրոպլան Թե դառնաս սիրավալան, կեղնիմ քե այրոպլան Թե դառնաս դու իմ բալան կեղնիմ քե այրոպլան Հայ ես դու, Հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես Վախ քո ցավը տանեմ ես, հայ ես դու, Հայ եմ ես, դու հայ ես ես հայ եմ Վախ քո ցավը տանեմ, hey! Oh yes Սև ու սիրուն ես, ծաղկած գարուն ես Ուր էլ լինես իմ սիրելի դու իմ սրտում ես Սև ու սիրուն ես, ծաղկած գարուն ես Ուր էլ լինես իմ սիրելի դու իմ սրտում ես Տես չխրովես, լաց կլինեմ ես Թե հեռանաս դու ինձանից շատ կտխեմ ես Տես չխրովես, լաց կլինեմ ես Թե հեռանաս դու ինձանից շատ կտխեմ ես Պարապապապ, պարապապապ Ես բուջուր, յարս բուջուր, արևուդը մերնեմ Ով կտամ մեզ հանցուջուր, բարևը կարնեմ Ես խոջա, յարս խոջա, արևուդ մերնեմ Ացկուտինք բողջա, բողջա, բարևըտ կարնեմ Արևուդ մերնեմ յանջան, բարևըտ կարնեմ յանջան Սիրել եմ կարնեմ, արևուդ մերնեմ յանջան Բարևըտ կարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ Արևուդ մերնեմ յանջան, բարևըտ կարնեմ յանջան Սիրել եմ կարնեմ Я хочу тебя Ձեր տնից անել, Я хочу тебя մեր տուն հաստանել Против твоя мать, против твой отец Անցենց փախցնել, ասեմ նականեց Մնա
Մնաս բարով զոն քաչ Хочешь плачь или не плачь Քո աղջիկը հեռանում է навсегда Մնաս բարով աներ ձակիս հալալ հետ Տասված իրար չտեսնենք նիկագդա Մնաս բարով աներ ձակիս հալալ հետ Տասված իրար չտեսնենք նիկագդա Ես սամանից առիտակ, եկ նստենք սիրով Կնքուշ երկեր երկիր ինձ կացր խոսկերով Ես սամանից առիտակ, եկ նստենք սիրով Կնքուշ երկեր երկիր ինձ կացր խոսկերով Ջահեր հոգուս համար դու, կապիր բախտի կամար դու Եվ իրետին ինձ ասխոտ շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ, 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 շողոտ շաղոտ Շողոտ շաղոտ